Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը, թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի, ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է և ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս ժամին մեզ հետ են մեր կողքին, գիտեք, ամանորը, ինչպես ասում են, արագություն է հավաքում։ Շատ ցավում եմ, որ Երևանում չեմ, բայց ինչ արած կյանքը շարունակվում է եւ մեր կապը մեր ունկնդիրների հետ մենք պետք է պահպանենք այսպես հեռավար տարբերակով։ Փաստորեն նոր տարվա առաջին հաղորդումը արտերկրից Մոսկվայի հիվանդանոցներից մեկի, ինչպես ասում են, հիվանդասենյակից ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ես իհարկե բուժումների այս ընթացքում ամենօրյա կապ եմ պահելու Երևանի հետ եւ փորձելու եմ միշտ օգտակար լինել մեր հեռուստադիտողներին։ Գիտեք, իսկապես ասելիք, անելիք շատ կա։ Իրավիճակն էլ այնպեսին է, հատկապես մեր տարածաշրջանում լարվել է ամեն ինչ եւ ոչ ոք չի կարող ասել, թե մեկ օր հետո ինչ հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Հատկապես Իրանի հետ կապված իրադարձությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Մենք իհարկե պետք է կարողանանք գոնե մեկ անգամ ճիշտ կողմնորոշվել։ Մենք իրավունք չունենք այլևս սխալվելու, որտեղ այդ սխալների արդյունքում մեր երկիրը հասցվեց մի սարսափելի իրավիճակի, որից չգիտեմ թե դուրս գալու ինչ ուղիներ կարելի է փնտրել գտնել։ Ես հասկանում եմ իհարկե, որ բոլորն են սպասում են այսպես հուսադրող ինչ-որ մի խոսքի, մի հուսադրող քայլի, մենք այդ քայլը անպայման անելու ենք, փորձելու ենք անպայման օգտակար լինել մեր ունկնդրին, մեր այն ունկնդրին, որը հավատով միշտ նայում է վաղվա օրվան։ Սիրելի բարեկամներ, առաջին կապը Երևանի հետ Մոսկվայից հաստատել ենք մեր շատ սիրված աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Գայանե։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, ուրախ եմ ձեզ տեսնելու կրկին, ոչինչ որ արտերկրում եք գտնվում, կարևորը ողջ եւ առողջ եք, եւ կարծում եմ, որ մոտալուտ ժամանակներում այստեղ կլինեք, ձեր դեմքը, ձեր արտաքին տեսքը բավականին թարմ է, ինչի համար կրկին ուրախ եմ։ Ձեզ ավետեն բարի լունով, սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, պարոն Ղուշյան, մեր տարածաշրջանը Հայաստանը դեռևս մինչև հունիսի վերջ գտնվելու է կայուն վիճակում, աշխարհաքաղաքական եւ այդ թոհու բոհը չի ազդելու մեր երկրի վրա, քանի որ Յուպիտերը գտնվում է Խեցգետնի կենդանակերպում, Խեցգետինը հայրենիք, օջախ ընտանիք, իսկ Յուպիտերը բարեկեցության մոլորակն է։ Եվ պատահական չեն այս վերջի տարիներին այս մեգա աստղերի այցը Հայաստան մեր երկիր, պատահական չեն եւ արդեն զինակոչը, այդ պարտադիր զինծառայության ժամկետները սեղմվել են, դարձել են տարի ու կես, դա կրկին Յուպիտերի Խեցգետին գտնվելու փաստով է։ Եվ ձեզ ասեմ, որ Իրանի հետ կապած այդ աշխարհաքաղաքական այդ անցուդարձները, այդ ճգնաժամային վիճակները դեռևս ես կանխատեսել եմ անցած տարի, այո, բարդ վիճակում է գտնվում նրանց քարտեզը, մինչև դեռ փետրվարի 14-ը Սատուրնը դուրս կգա արդեն ձկներից կգնա խոյի կենդանակերպ, որոշ չափով կթեթևանա այնտեղ, բայց լարումները գնում են։ Իսկ ձեզ ասեմ, որ հունվարի 12-ի դրությամբ մոտակա մի քանի օրերին Ադրբեջանի ղեկավարի քարտեզը բարդ մոլորակային դիրքերի այդ ազդեցության տակ է գտնվում, այդ իսկ պատճառով նա, որքան էլ որ մեր տարածաշրջանում իրավիճակը այսպես լարված է եւ միշտ նա առիթից օգտվում է այդ իր հռետորաբանությամբ, իր նարատիվներով, զգում եք, որ նա այլևս չի խոսում մոտորերին, այո, նրա համար դաս է եղել եւ օվկիանոսներից այն կողմ տեղի ունեցող այդ բարդ իրավիճակը, այո, գերտերությունների ազդեցությունը այստեղ ահռելի եւ նկատելի է եւ նրա քարտեզի լարվածությունը հենց դրանով էլ կարող ենք բացատրել։ Մենք չգիտենք ներսում ինչ է տեղի ունենում, բայց
բայց ես տեսնում եմ, որ նրա մոտ քարտեզը բարդ վիճակում է, այդ իսկ պատճառով նա քայլեր եւ այդ քայլերի նախընթաց հռետորաբանությամբ հանդես չի գալի։ Ես կարծում եմ, որ մոտակա 6 ամիսներ մենք կապրենք խաղաղ կապույտ երկնքի տակ, արևափայլ, արևի շողերի ներքո։ Տիկին Գայանե, դե հասկանալի է, որ մեր ունկնդիրներին նախ եւ առաջ հետարկում թե մոտակա օրերին, հունվարի 2-րդ կեսին ինչ պայենք սպասելիքներ ունենանք, ինչ իրադարձությունների կարող ենք ականատես լինել եւ իհարկե ուզում ենք որ լավատեսական այսպեսի դուք լիցքեր հաղորդեք մեր ունկնդիրներին։ Պարոն այս անգամ աստղաբանական քարտեզի մեկնաբանումը տեղի ունենալու այլ ընթացքով ես հարցեր կտամ, այդ հարցերին պատասխանողները նրանցից կընտրվեն այն մեկը, այն լավագույնը, որի համար մեկը կամ երկուսը, որոնց համար աստղաբանական քարտեզները կուսումնասիրենք հենց մեր եթերի ընթացքում։ Շատ կարևոր ամիս է հունվարի 19, 18-ի երեկոյան ժամերին, մոտավորապես, եթե ես այստեղ դիտարկում եմ 23:51-ի դրությամբ, այո, երեկոյան ամսի 18-ին նորալուսին այծեղ ջուրի կենդանակերպում, իսկ արդեն ամսի 19-ին լուսինը կանցնի ջերհոս, եթե կարողանամ, չգիտեմ, հնարավոր կլինի տեսնել, թե ոչ, մեր հետևորդները կարող են տեսնել, եթե տարբերակ ունենք, ահա, այս նորալուսինը կուտակում կա, հա, այստեղ, այս կուտակումը, շատ կարևոր է, այն շատ կարևոր է հողի ազդեցության տակ ծնվածների, հողի և օդի, տեսեք, այծեղ ջուրի վերջ ջրհոսի սկիզբ ծնվածների համար, որտեղ նոր գործեր կարող են սկսել, բայց մեր բոլորի համար շատ կարևոր, եթե արդեն 2026 թվականին ուզում եք ստարտ տալ, հա, առաջ գնալ, ինչ որ բան սկսել, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, հենց ամսի 19-ից կարևոր է եւ կարող եք, լուսինը ջրհոսի կենդանակերպում, ջրհոսը համացածն է, գաղափարակիցներն են, դրանք մեր ընկերներն են, կարող եք միանգամից հանրայնացնել ձեր նոր պրոյեկտներ կամ ուղղակի սկսել, ստորագրություն կարող եք դնել, իսկ եթե մենք դիտարկում ենք այստեղ մոլորակներից, ահա, Մերկուրին, Մարսը, դրանք Վեներան արդեն ջրհոս է անցել, լուսինը, արևը, այծեղ ջուրում, այծեղ ջուրը ինչ է, կառավարում է, կառավարման համակարգն է, պետականություն, պետականաշինություն, անշարժ գույք, դա մետալուրգիան է, այն ինչը կապված է հողի հետ, գործարաններն է, որոնք ստեղծում են, ստեղծագործության ստեղծելու, իսկ որ լուսինը հաջորդ օրը գտնվելու ջրհոսի կենդանակերպում ստեղծարարության նշանում է, դե սիրելի հայրենակիցներ, առաջ նոր գործերը սկսեք, գովազդներ կարող եք դնել, որովհետև Վեներան էլ է գտնվում ջրհոսում, Պլուտոնն էլ է գտնվում ջրհոսում, համացանցային մեգա պրոյեկտներ, որտեղ չենք մոռանում, չէ, Պլուտոն, Ուրան, գեղեցիկ տրիգոն կա, իսկ դա տալիս է Ուրանը դերևս ցուլում է, բայց նա անցնելու է մոտակա ժամանակահատվածում ապրիլ ամսին էր, որքան հիշում եմ, անցնելու է արդեն 2 օրակ, բայց միևնույն է այս մոլորակային դիրքավորումը այն կօգնի մեգա պրոյեկտների մեկնարկին, համացանցային, համաշխարհային մեծամեծ այդ գործերի սկիզբ, դա կարող է լինել մասշտաբավորում, դա կարող է լինել ֆրանչայզինգ, այն ինչը եթե դուք բիզնես գործունեություն եք ծավալում, կարող եք մի քանի տեղ մասնաճյուղեր բացել, կարող եք մի քանի երկրում ձեր գործունեությունը ընդլայնել, կարող եք համացանցում գործունեություն ընդլայնել, ովքեր ցանկանում են սովորել աստղաբանություն, ապա հենց այդ օրը որոշում կայացրեք, որպեսզի գնաք աստվածային իմաստություն սովորելու ուղով։ Այո, սիրելի հայրենակիցներ, մոտակա ժամանակահատվածում փետրվար-մարտ ամիսներին արդեն պլանավորում եմ աստղաբանության դասընթացների նոր փուլը։ Ովքեր կցանկանան, կարող եք գրել անձնականով եւ ես հասանելի եմ համացանցում, հիմնականում գրեք WhatsApp-ով, սիրելի հայրենակիցներ, պետք չի զանգահարել, ես տեսնելու եմ, շատ արագ պատասխանելու եմ։ Եթե կցանկանաք, գրեք, պայմանները կներկայացնեմ, այն գործող եւ նաեւ իրավականորեն հաստատված այդ process-ը դուք կստանաք համապատասխան հավաստագիրը իմիսկ այդ
հայերեն ասում են պիչած, ռուսերեն ասում են պիչած, հա, կնիքով, հայերեն կնիքով կստանաք համապատասխան հավաստագիրը, եթե անցնեք տարուկես 2 տարի այդ process-ով։ Պարոն Կուշյան, կարևոր դիրքավորումներ կան հենց ամսի 14-ին, իսկ մոտ օրերին, երբ մեր եթերը ընթանալուց 1-2 առաջ կամ հենց այդ օրերին, հա, շատ կարևոր մոլորակային դիրքավորում է տեղի ունենում, Նեպտունը վերջնականապես անցնում է խոյի կենթանակերպ, մինչև 2038 թվականը այստեղ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, միանգամայն փոխվելու է ձեր կյանքը։ Սիրելի խոյեր, տպավորություններն են փոխվելու, վառ տպավորություններ, իրականությունից կարող եք կտրվել, բայց դրա դրական դրսևորումն այն է, որ դուք կունենաք իդեալներ մտքեր, որոնք կարող եք ի կատարածել հենց ամսի 18-ից։ Նաև գիտեք, որ 2026 թվականի փետրվարի 14-ին Սատուրն է անցնում խոյի կենթանակերպ 30 տարի մեկ է, 29-ը 30 տարի մեկ է այստեղ գտնվելու, այստեղ միշտ նույն կենթանակերպում գտնվում, բայց մինչև 2028 թվականը խոյում է լինելու։ Գիտեմ, որ այս պահին շատ բարդ հոգեվիճակում եւ ֆիզիկական, եւ հոգեվոր, եւ ֆինանսական վիճակում են գտնվում ձկներ, կույս, երկվորյակ եւ աղեղնավոր կենթանակերպերի ազդեցության տակ վերջին օրերի ծնվածները։ Մանավանդ Սատուրնը ձկների կենթանակերպում, ձկները դա ոտնաթաթերն են, այդ կոճերից ներքև գտնվող հատվածն է, պետք է ուշադիր լինեք, որպեսզի չկոտրեք ձեր ոտքերը։ Եթե կարևոր գործեր եք անում, պետք է ճանապարհից չշեղվեք, Սատուրնը չի սիրում, երբ որ դուք ճանապարհից եք շեղվում։ Իսկ եթե ձեր գործունեությունը կախված է նաև հանրօգուտ աշխատանքի հետ, իմացեք, որ Սատուրնի կողմից կստանաք պարգևատրումներ։ Սիրելի ձկներ, սիրելի կույսեր, վերջ 2026 թվականի փետրվարի 14-ից ազատվում եք Սատուրնի խնդիրներից, բայց դա չի նշանակում, որ Սատուրնը 15 տարի հետո կամ 29-30 տարի հետո չի ստուգելու ձեզ այն գործունեությունը, որ դուք ծավալում եք, քանի որ կույսերը դա աշխատանքն է, առողջությունն է, իսկ ձկները դա հոգեկան, հոգեվոր դաշտն է։ Այդ դաշտերում դուք պարբերաբար յուրաքանչյուր 7.5 տարում մեկ, այնուհետև 14-15 տարի մեկ եւ հետագայում 29-30 տարի մեկ ունեք քննություն հանձնել։ Եվ նրանք հենց ովքեր գտնվում են այդ տարիքային շրջափուլերում, նրանք ավարտեցին իրենց հերթական քննությունը։ Շնորհավորում եմ ձեզ, եթե Սատուրնը ձեզ խիստ չի դատել։ Այսքանը, պարոն Ղուշյան, հարցեր ունեք դուք։ Այո, տիկին Գայելը, իհարկե, կենթանակերպերի մասին խոսելը շատ կարևոր է, ես կուզենայի նաև խոսեի մասնագիտությունների մասին, կենթանակերպ մասնագիտություն այդ կապի մասին, որքանում են դրանք փոխկապակցված, ինչ հետաքրքիր այդտեղ զարգացումներ կարող են մեզ սպասել։ Պարոն Ղուշյան, քանի որ տեսեք միշտ խոյից ենք մենք սկսում, բայց քանի որ տարին սկսել ենք այծեղ ջուրի կենթանակերպով եւ նորալուսինը այծեղ ջուրի եւ ջրհոսի կենթանակերպում է տեղի ունենալու, ես ցանկանում եմ մասնագիտական կողմնորոշման որոշ խորհուրդ տալ մեր հայ հանրությանը այն մայրերի, որոնք այսպես տոգորված են իրենց երեխաների, իրենց որդիների, դուստրերի մասնագիտական այդ ձեռքբերումներով ընտրությամբ, ուստի եթե արևը գտնում է այծեղ ջուրի կենթանակերպում, մասնագիտության մի մասով կարող եք ընտրել հետևյալ ոլորտները։ Տեսեք, եթե ակտիվ է այծեղ ջուրի կենթանակերպը եւ հիմնականում անձի ծնված պահին արևը, Մերկուրին եւ Վեներան գտնում են այծեղ ջուրի կենթանակերպում, ապա այն մասնագիտությունները կարող եք ընտրել, որտեղ պետք է համառություն, կոկիկություն, խստություն եւ վերլուծական կարողություններ։ Ինչու? Որովհետեւ Սատուրնն է ղեկավարը հանդիսանում այծեղ ջուրի եւ նա համապատասխան որակներն է պահանջում մարդկանցից։ Կարող են լինել գիտաշխատողներ, կարող են լինել կենսաբաններ, մաթեմատիկոսներ, նրանք ովքեր անալիտիկ վերլուծության են ենթարկվում, դրանք լավագույն հաշվապահները եւ աուդիտորներն են, եթե նաեւ Յուպիտերն է գտնում այծեղ ջուրի կենթանակերպում, իսկ դա այն անձինք են, որոնք գտնում են 24, 36, 48, 60 այդ տարիքային այդ տարիների
ուսանողների տարիքային շրջափուլում նրանք կարող են ընտրել հենց այդ մասնագիտությունները։ Հարկային տեսուչներն են, հարկային մարմիններ են, որտեղ Սատուրնը ինչ է, ստուգում է, պետությունն է, պետականությունն է, դրանք սահմանապահներն են, դրանք այն անձիկ են, որոնք այդ գաղտնի ծառայություններն են, համապատասխան վայրերում, համապատասխան օրգան համակարգերում կարող եք ընտրել այդ մասնագիտությունը։ Դե ինչպես գիտեք, դա այծեղ ջուրը հողի նշանն է, դա շինարարությունն է, դա ճարտարապետներն են, դրանք քանդակագործներ են, եթե Վեներան է գտնվում այդտեղ, նրանք ովքեր զբաղվում են անշարժ գույքի արք ու վաճառքով, ովքեր զբաղվում են այդ կառուցապատման աշխատանքներով, շինարարության այդ նշանն է, չէ, այծեղ ջուրը։ Տեսնենք ինչ կարող ենք ասել, եթե Մերկուրին էլ է այծեղ ջուրում, ֆիզիկա, մաթեմատիկական հաշվարկներն են, ինչպես այծեղ ջուրում, այնպես էլ կույսում, դրանք լավագույն մասնագետներն են, որոնք ստուգում են, դրանք հարկադիր մարմիններն են, չնայած շատերը այդ մասնագիտությունը չեն սիրում այն վայրերում, որտեղ անալիտիկ միտք է պետք, որտեղ մանրամասն կարող են ուսումնասիրել եւ վերհանել այդ բոլոր խնդիրները։ Այսքանը պարոն Ղուշյան, եւ ջրհոսի մասին կխոսեմ մյուս շաբաթ մանրամասն կներկայացնեմ այն դաշտերը, որոնք ուղղակի այն մասնագիտական ոլորտները, որոնք պետք կգան ջրհոսներին, որտեղ կարող են նրանք առաջընթաց գնացել։ Եվ այն ինչը հնի հետ է կապված, տեսեք, այծեղ ջուրի դեպքում, երբ որ Սատուրն է ղեկավարը, նրանք կարող են դառնալ հնեաբան, դրանք լավագույն մասնագետներն են, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների կամ հնագույն իրերի այդ ինչ են անպեղումներ են, չէ, կատարում, այդ ամները կարող են եւ պեղել, եւ փնտրել, եւ համապատասխան մանրակրկիտ վերլուծության ենթարկել։ Դե իհարկե այծեղ ջուրները դրանք լավագույն ղեկավարներն են, մեր ղեկավար այս պահին ղեկավար մարմիններում բարձրագույն ատյաններում ես հանդիպում եմ այն մարդկանց, ովքեր ում մոտ քարտեզում Յուպիտերը գտնվում է այծեղ ջուրի կենդանակերպում, ղեկավարներ, ադմինիստրատորներ, դիվանագետներ, շախմատիստներ, Մերկուրին այծեղ ջուրում նրանք ուղղակի շատ երկար են մտածում, բայց լավագույն մասնագետներ են, կտրուկ են դնում եւ իրենց այդ նպատակ են դնում նաեւ հեռահար եւ այդ հեռահար նպատակների միջոցով հասնում են իրենց դրված այդ կետին։ Այսքանը պարոն Ղուշյան, այսքանը սիրելի հետևորդներ, մյուս շաբաթ կխոսենք ջրհոսների մասին, բայց նրանք ում երեխաները, ում հարազատները գտնվում են այծեղ ջուրի կենդանակերպի ազդեցության տակ, առաջինը հենց կհաշվեմ այդ մեկի քարտեզը, ով կգրի նրա տվյալները։ Երկրորդը խառը ուղղակի կնայեմ ընդհանուր մեկնաբանությունները, երկրորդ քարտեզը կընտրեմ արդեն տարբեր կենդանակերպերից։ Այսքանը ցտեսություն ձեզ, մինչ մյուս հանդիպում։ Շնորհակալություն Տիկին Գայանե, շնորհակալություն մեր բոլոր ունկնդիրներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Սիրելի բարեկամ, նորից ուզում եմ հիշեցնել, որ Հակ TV-ն շարունակելու է Մոսկվայից ամենօրյա ռեժիմով աշխատել իր բոլոր ունկնդիրների համար։ Մենք այստեղ պլանավորել ենք նաև մի շարք հարցազրույցներ տեղի հայկական համայնքի եւ ընդհանրապես հանրաճանաչ մարդկանց հետ, կարծում եմ դա շատ կարեւոր է։ Իրավիճակը նորից եմ կրկնում գնալով լարվում է, մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք, եկեք վերջ տանք այսպես բևեռացված կամ մենք Ռուսաստանի դեմ ենք, կամ մենք Ռուսաստանի կողմ ենք, ոչ, մենք պիտի մեր կողմը մնանք, մենք երբեք չպիտի շտապենք, այսպես հապճեպ որոշում ներկայացնել, մանավանդ հիմա երբ սխալվելու իրավունք չունենք, սիրելի բարեկամներ, հավատացեք, որ իրավիճակը այնպեսին է, որ ամեն օր, ամեն ժամ կարող է ինչ-որ մի հետաքրքիր զարգացում տեղի ունենալ, որը պիտի մենք ծառայեցնենք իշահ մեր պետության, մեր ազգի։ Ես իհարկե ուրախ եմ, որ դուք նորից մեզ հետ եք, ուրախ եմ, որ Փակ TV-ն կապը պահում է ձեզ հետ եւ ամենակարևորը սպասեք մեր առաջիկա հաղորդումներին, թեկուզ եւ այսպես հեռավար տարբերակով։ Ես էլ այսքանով ուզում եմ ավարտել մեր այսօրվա ծրագիրը։ Տիկին Գայանեին շնորհակալություն, որ նա նոր տարվա մեր փաստորեն առաջին հյուրներ ուղիղ եթերում եւ մենք կարծում եմ ընդհանուր այսպես միասին
կկարողանանք ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ որոշումներով կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից կյանքը շարունակվում է մնացեք լավատես սպասեք մեր առաջիկա հաղորդումներին այսօր այսքանը ցտեսություն